Թմրաշրջանառության վերաբերյալ մի քանի հարցեր կուզենայի տալ, բացահայտված թվերը բյուջետավորման, այդ ուղղության բյուջետավորման հետ կապված որևէ կերպ առնչություն ունեն, թե չէ, այսինքն այդ ուղղության վրա տարեկան բյուջե նախատեսում է, որ այս ծավալի բյուջե ենք նախատեսում թմրաշրջանառության դեմ պայքարի համար եւ դրա արդյունքում բյուջեի աճի հետ կապված թվերը բացահայտումների աճում են թե ոչ։ Երկրորդ հարցը մենք տեսնում ենք ամեն տարին տարվա վրա տարբեր տատանումներ ա լինում, օրինակ 2023-ին շատ ա եղել, 24-ին պակասել ա, 25-ին նորից աճ ա ունեցել, եթե չեմ սխալվում 24-ի համար 20%-ով, այս տատանումները ինչի հետ են կապված, այսինքն դա նախարարության աշխատանքի հետ է կապված, թե երկրում տիրող իրավիճակի հետ է կապված, այսինքն որոշակի փոփոխություններ ա լինում շրջանառության ներքին ծավալների հետ կապված, մենք ունենք վերլուծություն իրական ծավալներին մոտավոր թվերի վերաբերյալ, որ մենք կարողանանք ըստ դրա հասկանանք այդ թվերի աճը մեծ ծավալի մի մասն է բացահայտում, թե ավելի խորը գնում ենք դեպի արմատախիլ անելու այդ երևույթը։ Մենք ունենք այն տեսակետը, որ իրավապահ մարմինների կողմից կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում է, որ վերջին տարիներին մենք ավելի շատ մեծ ծավալի քանակի թմրամիջոցներ ենք դուրս բերում եւ դեպքեր ենք հայտնաբերում, բայց այս ուղղությամբ մենք հստակ ռազմավարական մոտեցում ունենք, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ներմուծման եւ արտադրության վրա, որտեղ այլ կարծես թե ցակումնաբանություն կամ աղբյուր չի կարող ունենալ թմրանյութը, դա կամ պետք է բերվի Հայաստանի Հանրապետություն, կամ պետք է արտադրվի։ Եվ այս պարագայում, այո, մենք կարող է հաջորդի օրինակ այս տարվա մեջ կամ մյուս տարվա մեջ տեսնենք դեպքերի նվազում, բայց խմբականակի, այսինքն քանակի թմրանյութի աճ։ Այս դեպքում կարծես թե ձեր հարցի պատասխանը որոշակի կտրվի, որտեղ մենք կունենանք դեպքեր, որոնցով խոշոր չափի թմրանյութ կհայտնաբերենք եւ բնականաբար դրանք արդեն հաջորդիվ չեն տարածվի եւ մենք բազմադրվակ մանր դեպքեր չենք ունենա։ Հետեւաբար, եթե փորձեմ ինչ որ ձևակերպում տամ, ամփոփիչ ասածից, դեպքերի նվազումը դրական է, երբ որ դուրս բերված քանակը գոնե առաջիկա տարիներին կլինի ավելի շատ յուրաքանչյուր դեպքով։ Մենք 25 թվականի կատարված աշխատանքները գնահատում ենք դրական, որտեղ մենք շուրջ 80%-ով ավելին ենք դուրս բերել թմրանյութ, ընդ որում, եթե չեմ սխալվում, սրա մեջ սինթետիկի քանակը կրկնակի անգամներով ավել ա եղել, այսինքն 5 անգամ ավել ա եղել, այսինքն վտանգավոր թմրանյութի տեսակը 5 անգամ ավել ա եղել նախորդ տարվա համեմատ։